Նոր կյանքի դռներն են տես բացված Պահպանելու այրենիքի անդորը մեկնում ենք սարայության Արջևում սարերու ճանապարհ Արջևում 2 տարի դժվար Թողուն աղբայրն ու կատակները մեզ հետ լինեն անդադար, անդադար Զինվորներ ենք մենք, կայլում ենք վստահ ու չենք նանջում Չէ որ հայրենիքը մեր, մեզնով է հպարտ, մեզնով է կանգուն Զինվորներ ենք մենք, տոկուն ենք հոգով, գործով ենք արդար Չէ որ հայրենիքը մեր, մեզնով է ծաղկուն, մեզնով է անպար Վաշտի տեղեք արդեն լավել եք Շատ լուրջ պրոբլեմներ կունենա Կամանձերը էլ է վաշտերը ստուգելու Բայց ես հələ կիմանամ իրա մեջ կովը Ուրա, հենց հիմա բերում ես իրան զորամասը Այդ պատասխանավոր իսկ տալիս ես Ոչ մի փողզիջում, ոչ մի բան Ես ինչ սպային ոչ վայել արարքա Դու մե թարգի այդ կոմպլիմենտներդ Կատարել հրամանա Հենց հիմա Արի Պարոն Մելիքսեթյան, կարող եմ ձեր ժամանակից մի քիչ խլել։ Ոչ մի կերպ Իմ ժամանակից ոչ մեկ չի կարող խլի Չէ, թե չեմ ասում խլեմ։ Ուղղակի ասեմ, կարամ քեզ մի քիչ զբաղացնեմ։ Զինվորիդ հետ կապված խոսալու բան ունեմ հետդ։ Լսում եմ Կարելի է նստել։ Նստի Երեք զինվորիդ խմած տեսել եմ։ Ավելի ճիշտ խմելուց եմ տեսել։ Որտեղ Բարում, այստեղ երկով գնացել ենք, մեկ էլ տեսնում զեմուտ ընդեղ նստած իր համար լավ հարբում է։ Դες ջղայնացա բան արեցի, բայց դա չկարացի բերեի զորամաս, այդ բային զանգեցին ասին են գրես հիվանդանոցում պարկած է, տենց արագ գնացի հիվանդանոց, ծաղ գիշերը մնացել եմ ընդեղ, գլուխս այնքան խառներ, որ չկարացի դաժե զանգեմ քեզ ասեմ, Մելիքսեթյան ջան։ Հետո Դե հետո են որ եկա քեզ տեղյակ պահեմ։ Ես գիտեմ դրա մասին Մարգարյան Ու զինվորից համապատասխան պատժել եմ ուրիշ Բայց տեսա է նորստեղ, իր համար ֆրֆռում էր։ Այսքան պատիժը այն կլիներ, որ հիմա ուղարկած լինեիր կարգապահական գումար տակ։ Մարգարյան դու ավելի լավ է քո բաղնեկի գործերով զբաղվի Ուրիշ ոչ մի գործով մի զբաղվի Լավ եղավ, շողակի ասի գամ տեղյակ պահեմ, այսքան բան։ Ես էլ ասացի, որ տեղյակ եմ դրա մասին Այ հիմա արդեն իմ ժամանակից ես խլում Լավ, հարց չկա։ Մարգարյան Հա, Սրա մասին ոչ մեկ չպիտի իմանա բա մենք այդ տղեն ենք, Մելիքսեթյան ջան։ Ախր դու չգիտես, թե ես քեզ ինչքան եմ սիրում ու հարգում։ Այդ ինֆորմացիան ես իմ հետ մինչև գերեզման կտանեմ, ու դու պրոբլեմ չես ունենա։ Հասկացա Մարգարյան Պրոբլեմ չկա։ Ախպեր ջան, սենց բաներ։ Մելիքսեթյանը դառավ իմ դալժնիկը։ Զինվոր, Ես եմ մեզ մոտ։ Պարոն Եթասպաշ Շարքային Ղաֆալյանն ներկայացել է ձեր հրամանով Ականջներդ կպոկեմ, որ սա անցո քեզ խամաստենա, մեղավ։
Դրա մասին ես ու Մելիքսեթյանը գիտենք։ Ու գնա Ղուրբան եղի Մելիքսեթյանին, որ չեմ գնում զեկուցեմ։ Իմ նման բարի մարդ դուք երբեք չեք տեսնի։ Սևո ջան, ջիգեր ջան, մենակ տենաս Մուսայելյանը ոնց է տանջում Արամին ու Խչոյին ապեր։ Ապեր ասում եմ, մենակ տենաս Մուսայելյանը ոնց է տանջում։ Հետո ինչ։ Ինչ կա ուրախանալու։ Կարող է մի օր էլ դու այդ վիճակում հայտնվես, Գագիկ։ Ապերն էս չի, որ ես ուրախանում եմ, Սևո ջան։ Իսկականից ահավոր բան էր ապեր։ Մենակ տեներ ոնց էր տանջում։ Խեղճ տղերք։ Իրենց էլ պիտի իրենց լեզվով խոսաս։ Ճիշտ ես ասում։ Դե որ ճիշտ եմ ասում, էսի կդնես իրա տեղը։ Չորրորդ Վաշտի Պետրոսյան Արամին ասա թող ներկանա։ Ահա։ Արի։ Ասա Քերջան, Ինչ ես արել, որ Մուսայելյանը քեզ պատժել է։ գիշերը մի պա վաշտում չեմ եղել։ Բա որտեղ ես եղել։ Դե ելել էի մաքրոթի, հրամանտարն էլ եկե տեսել է չկամ էլի, տեղում չեմ։ Արամ, ես քեզ քանի անգամ եմ ասել, որ նորմալ ծառայի։ Հո դու փորձանք չես։ Նորմալ եմ ծառայում, Քերջան։ Նորմալ չես ծառայում։ Դու պետքա օրինակելի զինվոր լինես։ Բոլորը քեզ պետքա մատով ցույց տան։ Մի ժպտա է։ Հրամանատարը արդեն իմացել է քո վատ վարքի մասին։ Ոչ ոք էլ քեզ չի կարա իր մոտ պաշտպանի։ Քերի ունեմ աշխարհը չունի, է։ Քերիդ էլ չի կարա։ Դա ուր ես չկաս։ Արաբկեն քոնն եմ փտտել։ Եմ Մելիքսեթյանն ուրի։ Աս ես որ եկի եմ։ Աոսի մեջ իշկը։ Ինչի։ Դու իրեքնես բան եմ արել, որ Ինչ էլ է։ խամոս գնացել եմ Մելիքսեթյանես տուն։ Դե որ իմացամ նունեն ամուսնացել, տես խամամ տես լավ չեմ էր գնացի Միրաստուն, դու տես խամոս չեմ գաչած։ Գնացի Միրաստուն։ Խաթա ես դու։ Հետո Ինքն անձի բերեց զորամաս։ Հրամանատարի հետ խոսացել է, հրամանատարության ասել է մի խոսքով բան արել, որ ինչ չտանեն կարգապահական այդ ծառայության տեղը։ Այ քեզի բան։ Ախր ես ինչի քոնն ասիմ, որ իմանամ այդ տես կանես, ki ոչ բանը չեմ էր ասի։ Ես էլ ասեմ ինչի Մելիքսեթյանը չուզել ընձի տեսնի։ Ոչինչ, ես այս քանի օրն ասնի, ես իրան կասեմ կբերի մեր վաշտ։ Հա։ Ասեմ, չէ՞ թե մատ Մելիքսեթյանին տեսնեմ։ Համել տնեցիկ պանման եղեր կացել, տանեմ տամ իրան, կլի։ Դուր կտակ պարոն Մուսայելյան։ Արի։ Պարոն Մուսայելյան, Շարքային Պետրոսյանը ներկացավ ձեր հրամանով։ Այսօրվա վերակարգը փոխվել է։ Օրապահներից մեկը դու ես լինելու։ Պատրաստվի։ Բայց ես ի վիճակի չեմ այսօր։ Ի վիճակի կլինես։ Պարոն Մուսայելյան, այսօր ես չեմ կարա։ Ինչի՞ չես կարա։
Այդքան ֆիզիկական անելուց հետո էլ չեմ կարա։ Համելստ կանոնադրությամբ վերակարգ ընդունող զինվորը պետք է հանգստանա։ Քո դեպքում մենք բացառություն կանենք, որովհետև քոնը պատիժ է։ Քանի անգամ եք պատժում մի բանի համար։ Արամ, արդեն շատ չես հարցեր տալիս։ Գնա պատրաստվի։ Պաղեց ջուրը։ Դու չէ, հա, ստեղի ջուրը եփ հա պաղեղել որ։ Դնեք Մելիքսյանի խալաձենիքը։ Հա, բա, Մելիքսյանը թողեց ես ե խալաձենիկից օգտվա։ Այդտեղ ով կա։ Ես է։ Խելքդ կալխիդե։ Ինչ ապեր։ Քսեմ խելքդ կալխիդե։ Հա, բա ոնց։ Նա իշքենես։ Իսկ կտանից Մելիքսյանի խալաձենիքը կտանես։ Սարը ջուրք բերես, ընդեղ շուշերով դրած է։ Կհիշես քսեմ սիկ կտանից ընդեղ կտանես։ Սարը բերեմ։ Աբրիս։ Սար չկապեր, շիշը տուր։ Բարի օր ձեզ։ Բարի օր։ Մինաս ջան, հետդ խոսալու բան կա։ Խոսանք, նստի։ Պարոն Մելիքսյան, ասում եմ կլի է շիշը դնեմ են մյուսը վերցնեմ։ Ես Մելիքսյանը չեմ։ Յա տենում եմ որ Մելիքսյանը չես։ Բա Մելիքսյանն ուրա։ Ստեղ չի, չեմ նալ, ես էլ եմ էր նորեկե, տեղ չի։ Սպասիլ է։ Կարող է դու էլ ես իրա զեմը։ Հա, Հարայ ախպեր, կարող ասում եք այդ տղուն են աշխարհ ուղարկի։ ինչի։ Ոնց թե ինչի։ Բա ռազմիկն էլ սաղոր ենքանա կյանք ուտում այդ մարդուն արդեն հասցրել է ինֆարկտ, արդեն մի խաս բան է մնացել։ Մի հատ էլ դու ես եկե ուզում եք երկուսով այն մարդուն կոնկրետ վարի տակ։ Դու գինի ասես մեր իշտարը իրար սիրալ։ Համե։ Ասում եմ դու գիտես թե մենք ոնց ենք իրար սիրում։ Հա, երևում է, հարց չկա։ Ոյ մամաջը, ես ինչ փորձություն էր դու։ Այելի հասկանում եմ, որ իրա պաշտոնն ենցա, որ ինք ուրիշ ձև չի էլ կարա անի, բայց այդ կարգի այ ախպեր։ Մի ժամ վազացրեց, էլ բադը քայլ, էլ սող անել տվեց, հիմա էլ ասում վերակարգ պիտի ընդունես։ Գիտեմ ընկերդ, դրա համար եմ եկել քո հետ խոսամ, Մինաս ջան։ Որ կան բանը գիտես։ Գիտես որ իրա պաշտոնն ըմբես նայ որ չի կռան տեսեք ու երազդ քայլերը, քուշարք չկայնելը, վիզո չեր տալը, պես եւ այլնները, ինչի քեզ այդպես բաներ թույլ կուտաս։ Ինչի Մինաս ջան, դու տենց 100%-անոց ես ծառայում։ Կփորձեմ։ Դե մեր մոտը չի ստացվում։ Արամ, ես գիտեմ որ մեջքիդ մարդ կա կանգնած։ Որտեղ են ինչ որ դու ստեղ կենես, դոր կտանի։ Բայց մի հատ բան կա որ կուզեմ որ դի անպայման գիտենաս։ Ես չեմ տոնի որ Սամոյի վրա խոսակցություն կա։ Իսկ ով է այդ մարդը։ Մենք ճանաչում ենք։ Բշտիկյանը քերիս է։ Բայց մենք ինչ անում ենք, մեզանով ենք անում։ Թե ինչ են սենց համով սարկել, մի քիչ վատ սարկեիք էլի այդ տղվածքո, տնականություն չի տո։
Ախ, դու զարմար կամած վայ։ Վերջացա, բանկի զգացում։ Ասա։ Ինչ։ Չեմ լսում։ Բայ մի քիչ բարձր ասա, չեմ լսում։ Ինչ։ Ուզում ես ես քեզ ուտեմ։ Հաստատ ուզում ես ես քեզ ուտեմ։ Դե տեսա, հետո շամ չանես։ Գերամ ամարացիի ամեն մի նոր հավաքածուն դա մի ճանապարհորդությունն է։ Այս անգամ նա մեզ բերել է Իտալիայի գրեթե ամենակոլորիտային վայրերից մեկը։ Դիմավորեք նեապոլիտանական հավաքածուն։ Դասական, ազգային ու ժամանակակից 3 համադրություն, որոնք հանդիպում են հազվադեպ։ Այս անգամ Մարացին ձեզ կզարմացնի իր մոտեցմամբ։ Համեցեք ծանոթանալու նեապոլիտանական հավաքածուին։ Սամ։ Բշտյանը քեզ ինչ ես, Արամի համար։ Սել է լավ կնայես, հա, բս թող ինչ ուզենա այն է ֆիզո չեր տա շարք չկայնի, հա։ Տես բան չի ասել։ Ինչ չիս։ Որ չիս են չի պես հատուկ վերաբերմունք ցուցաբերես։ Ինձ ոչ մի հատուկ վերաբերմունք չեմ ցուցաբերում։ Հատուկ վերաբերմունք ցուցաբերես։ Ճիշտ է, այսօր պատժել ես, պլյուս մի հատ մե արդայր տեստավը։ Ինչ եմ էլ Բշտիկյանը սա ինչքան կնաս պատժե, հա։ Չէ, Բշտիկյանը չի ասել։ Ես եմ որոշել պատժել։ Որտեւ զեկուցագիր էի գրել, որ Արամը ֆիզ պատրաստությանը չի մասնակցել, բայց չներկայացրեցի։ Ինչի՞։ Որ Բշտիկյանը Վարուժին չուղարկի կարգապահական գումարտակ։ Ինչի՞ բլի ֆերգեր։ Որտեւ տեսել էր Վարուժին քաղաքացիական շորերով չէր հավատում, որ քաղաք դուրս չի եկել։ Գարտագարտ էլի։ Ինչ եմ ընկել թակարտը։ Դե ամի Բշտիկյանը ինչպես պես էլ բդենես։ Ոչ բանը չի ասի։ Հենց սխալ արեց պատժելու եմ։ Ախր ես քեզ դոր համար կսեի։ Եթե բան կա, սա ես այդ Արամի հետ խոսամ, որ չէ լինեստի գլխիդ։ Հիմա էլ ուշ չի, ես արդեն իր դեմ առնում եմ։ Ուշ է։ Ինչը ուշ է։ Հա, մեկ է քիչ ուշադրություն դարձրել այդ պատժամիջոցներիդ։ Մի հատ պատժել ես, մի հատ վերակարգ կնշանակես, հա։ Ահա։ Մնացել էր էլ դու որոշել ու վերջ։ Նո։ Կներես։ Դե չէ էլի։ Ինչ է չէ։ Չէ։ Ինչ է չէ։ Չէ։ Հա, հասկացա որ չէ, բայց ինչ է։ Դե չէ։ Թե ասան չի եմ հետը գլուխ դնում։ Նենց է մի գլուխ եմ դնում, ոնց որ ես իմ ինչ հա։ Տեսակ չի նստում էլի։ Ինչ է չի նստում։ Դե չի նստում։ Ինչ է։
Դե չի նստում, բայ։ Ինչ է։ Դասան չեմ էտը գլուխ դնում որ։ Յա։ Պետքա տեղը մի բան տամ։ Ինչ տաս։ Մի բան։ Ինչի տեղը։ Տորթի։ Ինչ տորտ։ Որկերը։ Որտեղ ես տորտ կերը։ Մելիքսեթյանի սենյակում, վայ։ Ինքն ա քեզ հյուրասիրե։ Տո չէ ես։ Ոնց, դու քեզ իր սենյակում տորտ ես հյուրասիրե։ Տո բայլ որտե հյուրասիրեի։ Արեցի լրիվ, սուս մնա, հա։ Ու էլ շետ ակրգնում, թե ինչ ես ուզում անես։ Դու էլ չխոսաս։ Մելիքսեթյան։ Այդտղա, մի հատ հանգստացի այդտղա։ Սպասի։ Այդտղա թող ասում եմ լը։ Յա։ Հա հասկացանք եկել ես, բարով ես եկել։ Ոստեղ բան չի, մի հատ քեզ նորմալ պայի։ Ոնց ես ցավը տանեմ։ Այ սկսվեց։ Լավ եմ, ու շատ զբաղված։ Երբ իջամ մեկի զուրթայ։ Երբ որ ժամանակ ունենամ, եմ վախտել կգաս։ Համել ես քո սառնանում բանման եմ դրել։ Դու ինչ գործ ունես իմ սառնանի հետ։ Հա այդտղա։ Դե տնեցիկ բանման էին ուղարկել։ Ես էլ բերեցի որ տամ քեզ տեսա տեղում չես։ Ես էլ սառնանի դուռը բացեցի, դրեցի ներս։ Ելակի համով թխված կա Մելիքսեթյան ջան, կուտես։ Ելակի ա։ Հա, ծիրասես չէ։ Բայց այդպես բան չանես։ Հետո կգաս մոտս կխոսանք։ Եղավ։ Պարսկաստ։ Ազատ։ Արոն կապիտան։ Դանիելյան, մի քանի օգու ասա թող վաշտը կարգի բերեն։ Մի հատ էլ հատակը լավ լվանան, մի խոսքով իդեալական մաքրություն լինի, ես աստու գողնան են գալու։ Նախարարությունից են գալու։ Չգիտեմ որտեղից են գալու, բայց հարագացեք, շուտ արեք։ Արդեն հոգնել եմ, ու ես գցել եմ ավտոպիլոտի վրա ծառայում եմ, հա։ Լետը երկուսը տե արեք։ Մենք։ Հա։ Տղեկ ես աստուգո ա գալու, պտի մաքրություն արվի։ Բայց ինչի մենք որ։ Քաջիկ, որ ասում եմ ուրեմ պետք է, էլի հարցեր մի դուք ելեք։ Լավ։ В общем, հաստատ որոշել ես ֆլագանել սովորես, հա։ Հաստատ։ Ну смотри сам։ Բայց ինչի է հարցը տվիր որ։ Դե բա հազարումի ըննել կա, բան կա։ Նորմալ է։ Բայց հեչ քեզանից չի ես մխա։ Դու այ գարիկ ջան, հեսա զուրացրվում եմ մի հատ ֆլագանել չսորվի մը եղբինեք։ Դե քո դեպքում այդ նեն չի պարտադիր է։ Ես գտնում եմ որ պարտադիր է, դու մի հատ անցի։ Ցույց դու ես իմ մոտ թարմասն եմ էդի, դավայ։ Նայ։ Յա նորմալ է, հասկանալի է։ Կարևորը ձեռները ձիգ պայես, մեջքդ մոստը բաց լինի, ու ոտերը չսղա, հետա։ Այդքան բա։ Քիչ է։ Եղբինեք, ես մանկուց սիվիր, մոստ իջել եմ, էդի հեչ։ Ну тогда давай խբեթան, որ հարմար լինի արի։ Դու չի լավ ասենց, հա։ Պրոստը մի տեսակ ինձ քաշվում եմ էլի։
Давай կանգնի, страховка կանեմ։ Երը, խուդուդ է գալի, մի երը։ Դե բա страховка չպայեմ, մխո։ Երը, բայց խուդուդ բիտուր։ Ну ладно. Давай. Страховքին կա, չի։ Հա, կա։ Բայց դե մի քիչ մոդիկ բեր, որ վստահ լնեմ, էլի։ Երը, էլի խուդուդ է տելի գինես։ Хорошо, ладно. Դե չեմ կպտում քեզ, բայց դու իմացի որ ձերքս հետև դա նորմալ է, давай։ Բայց հիմի էլ որ չես կպցնում ձեռդ, ոնց որ վստահություն ես եմ կորցնում, բրատ մոյ։ Լավ, ոնց ուզես տենց է կանենք, բրատ։ Դե բեր կպցրը։ Երը, վայ խուդուդ ես տելի գանիք։ Արա լավ, էլի մխո ձերքս կպցնում եմ, ասում ես խուտու դա գալի չեմ կպցնում, ասում ես վստահություն տես կորցնում։ Դե հա։ Ինչ հա, բա հիմա ոնց անենք։ Դե դու մտածի, սաղ ես մտածեմ գանիք։ В общем, смотри, ես դե կանգնած եմ մխո ձերքս է հետև դա։ Դու արա անելուց կբռնեմ ես քեզ, хорошо։ Անելուց։ Հա։ Անելուց կպնես մեջքից ծիծղամ քյալի վրա ընկնեմ, հա։ Արա, դե բա ոնց անենք, ասա մխո։ Լավ է։ Քեզանից Պողոս Պետրոս Մարիա դուս չեկավ։ Հետո չասես մխոն վաղցավ ֆլյակ չարեց։ Մորս պայծառարև քուտեղը ուրիշ ստրախով չի գլեր, հմի 1000 անգամ արել է։ Մխո ստրախովщики հատուկ պրոֆեսիա չկա, բրատ։ Լավ է, մի արդարացրա քեզ։ Չունի էլի էրը մարդը ստրախով կա չունի ես կյանքում, հոզորով չի։ Դաժե եթե ստրախով չի կողը կայնածը։ Պաշտ կաստ։ Պարոն մայոր, երկրորդ վաշտի հրամանատար կապիտան Մելիքսեցյան։ Պարոն մայոր, երկրորդ վաշտի հերթապահ սերժանտ Դանելյան։ Ազատ։ Ազատ։ Դանելյան, մեկին ասա թող սուրճ տնի, մեկ է սառնարանում ելակով թխված կա, ասա թող դնես սեղանին, մինչև մենք ստեղ վերջացնենք։ Լսում եմ։ Դիլը դրիմիկում 2 հատ կոֆե սարքի, ավելի ճիշտ 3 հատ։ Քաղցրությունը ինչ չափի։ Դե նորմալ էլի, բայց իմը մի քիչ քաղցր կանես։ Մտի Մերիքսյանի սենակում է սարքի։ Սառնարանի մեջ էլ ելակով թխված կա, կդնես սեղանին։ Լավ։ Իմ կոֆեն բեր ստեղ։ Թե թողեմ ընդեղ իրանց հետ կխմես։ Չէ ջան, անակի վաղ չի։ Զբարսել է սխյա կեղտոտ։ Հենց այսօր բաղնիքի օր է, պարոն մայոր։ Վաշտը լողանագա միանգամից կթողեն։ Լավ։ Պարոն մայոր, ասել եմ սուրճ դնել։ Չէ, հարկավոր չի։ Սառնարանում շատ համով ելակով թխված կա։ Այ ելակով թխվածքի չի երաժարվի։ Բայց գործը վերջացնենք նոր։ Ոնց կասեք, պարոն մայոր։ Սիրելի սպասիկը դա ու կազում որը կդարնամ մի նամակ, մի հավույթ, մի տխրիտ իզուր Սիրելի սպասիկը դա ու կազում որը կդարնամ Սիրելի սպասիկը դա Եկեք, պարոն մայոր։ Նստեք ես ես ապիրեմ պարոն։ Սա էլ ելակով թխվածք է։ Ես հեսա Մելիքսեցյանին հարցնեմ գամ, հա։
Դանիելյան, ազատ օրապային ասա թող թերանից մի հատ սարը հյութ բերի։ Մենակ արագ շուտ։ Լավ։ Պարոն կապիտան, այնտեղ թխված չկար սառնարանը։ Սառնարանում պետք է ելակով թխված կներ, ես ինչ ես ասում։ Մի հատ պեչենի էր այնտեղ, պարոն Մելիքսեցյան, սառնարանը տակնու վրա եմ արել։ Ստեղ ոնց որ բան ա եղել, պարոն մայոր։ Դե ոչինչ, բան չկա։ Ոչինչ, սա սառը հյութ կխմենք։ Վայդեք հաճիկ, սառը հյութ չկա։ Հա, բայց ինձ սառն ա պետք, վայ։ Սառնարանը փչացել ա, չես հասկանում։ Իսկ դրանք ասենք շատ տաք են։ Դե սենյակային ջերմաստիճանի են, էլի։ Դե լավ, մի հատ տուր, ինչ ասեմ։ Բայց տանք ա, սառը չկա։ Սառնարանը փչացել էր։ Քորա։ Բայց տակա։ Սառը չկա։ Սառնարանը փչացել էր։ Ոչինչ, բան չկա։ Կներեք էլի, պարոն մայոր, որ սենց ստացվեց։ Բան չկա։ Ինձ մի հատ հիմա սառը ջուր տուր, ես խմեմ ու գնամ։ Շատ անհարմար բան ստացվեց, պարոն մայոր։ Ես սորա պահես։ Հա, քերջան։ Կյանքի իմ հանդեպ դաժան ա էլի։ Լավ։ Մուսայելյան, միս խալի համար, զինվորին քանի անգամ ես պատժում։ Առավոտ պատժեցիր, հասկացանք։ Հիմա ինչի համար ես վերակարգ նշանակել։ Որ իրան ազատություն չտա։ Դանիելյան, ով ա մտել իմ սենյակ։ Հա, էդի տենց պատմություն դարավ։ Դուրս արի զինվոր։ Տո սպասի մեկից պրծելեն, նոր անցնեմ մյուսին, վայ։ Գտության քույրը լինես մորես պայծառարի։ Չնայած մինասը ինձ ավելի ճիշտ կհասկանա, գիտես։ Կոչումը, պաշտոնը, բաներ, հերվծնեք էլի ընկերներին։ Լավագույն սերժանտը պետք է օրինակ ծառայի։ Ես ինչ արեց այդ տղեն։ Շատ եք աչքիցս ընկել։ Այսինքն գիտի որ մեկ ստեղ ենք եղել։ Լավ էլի մինա, սպաս էլի։ Աշկից ես վերջում դիմանամ մենակ, գիտես։ Կայլում ենք վստահ ու չենք